Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուղևորվում ենք դեպի Այս ինչ է։ Այս ավտոբուսով էր։ Ուղևորվում ենք դեպի ծով։ Դեպի պլյաժ։ Դեպի կիսամերկ մարդիկ։ Ու լավ իմաստով կիսամերկ։ Չգիտեմ դրա վատ իմաստով։ Նամից մի կիսամերկ է, լավ վատ։ Լավ իմաստով թե վատ կապ չունի։ Կիսամերկը մնում է կիսամերկ։ Բայց մենք դրա համար չենք գնում, մենք գնում ենք մանգակ ուղղակի։ Զբոսնենք, որովհետև սեզոնը նոր է բացվել, մենք էլ կարոտած ենք։ Մենք ասելով նկատի ունեմ ես։ Այսը հասնում ենք մնաց ընդամենը մի կանգար։ Մի կանգարից հասնում ենք այս տրանսպորտով, այս ճանապարհով շատ երկար ժամանակ, իմ համար շատ երկար ժամանակ, իրականում երևի մի 7-8 ամիս ես եկել եմ աշխատանքի։ Ոչ այդքան երկար ժամանակ, բայց մի 7-8 ամիս ամեն օր եկել եմ աշխատանքի, երևի կհիշեք այդ ռեստորանից առաջի ռեստորանային աշխատանքներ ծովի ափին, հետո էլի ծովի ափին ռեստորան, մյուսը արդեն կենտրոնում, մի խոսքով աշխատանքից աշխատանք, ինչը որ շատ տիպիկ է օտարերկրյա մարդկանց, ովքեր նոր են տեղափոխվում ինչ-որ մի երկիր, բնականաբար անկախ նրանից իրանք ինչ են արել, ինչ աշխատանք են արել իրանց երկրում, ինչ գործի վրա են եղել, ինչքան են աշխատել, այստեղ 90% դեպքերում սկզբի տարիները անում են ամեն ինչից մի քիչ, որովհետև շատ ժամանակ սևով են աշխատում, իսկ երբ որ սևով ես աշխատում, բնականաբար մշտական ստաբիլ աշխատանք չես կարող ունենաս, ու դրա համար էլ աշխատում են, ենթադրենք 10 օր դուրս են գալի, մտնում են ուրիշ տեղ, մի ամիս դուրս են գալի, մտնում են ուրիշ տեղ ու ստիպված անդադ փոխում են աշխատանքները, որտեղ որ աշխատանք է լինում, մի օր կարող մտնեն ռեմոնտի մեջ աշխատեն, մի օր կարող մտնեն, չգիտեմ, ինչ-որ ուրիշ բան աշխատեն, որտեղ գործ է լինում, աշխատեն, ուզում ասեմ, սկզբնականում մարդիկ չեն նայում, ինչ անեն, ոնց անեն, ինչքան ժամանակ անեն, կարևորը գործ անեն, փող ունենան։ Հիմնականում մարդիկ տենց են ու դուս եկանք ու դրա համար էլ անում են ամեն ինչ տարբեր բաներ։ Շատ հազվագյուտ դեպքերում մարդիկ գալիս ինչ-որ մի բան են անում այդ գործի վրա, շարունակում են։ Շատ լավ է, երբ որ մի բան ես անում ինչ-որ, բայց միշտ չի որ ստացվում է, որ ինչ-որ կոնկրետ մի գործ անես։ Դրա համար էլ գործից գործ են տեղափոխվում ու այդ փուլում նաև ես էի, երբ որ աշխատում էի ռեստորանում։ Ես տաք հագ եկել եմ կուրտկով, կուրտկա եմ հագ եկել, չնայած մի քիչ քամի է, բայց 30 աստիճան է այսօր։ Այք ինչ է կատարվում, ինչքան մարդ կա լողապում։ Պլյուս 30 աստիճան։ Ես նավսյակի կուրտկա եմ հագել, արդեսել եմ որ իդես ոնց եմ, որ եթե շոկը լիքը հանես, ծուրտ լնի, զատո հակը տա, այդ իրավիճակն է։ Պետքան իմ հետակ չունենք, ստեղ սևերի սևամորդ մարդկանց, մաքսիմում նուրբ ասեմ մարդիկ չվիրավորենք մարդկանց, սևամորդ մարդկանց շատ տարածված բիզնեսն է, ովքեր որ այսինքն կանգնում են մեքենաների մոտ, որ ազատ տեղ է լինում, իրանք ասում են, իրանք ոնց որ ազատ տեղ է լինում, իրանք ոնց որ կանչում են, ասում են արիստեղ կանգնում են ու մի եվրո, 2 եվրո գումար են տալու, տենց եվրո
կոպեկ մարդիկ սաղուր աշխատում են, գալիս է կանգնում են նորմալ աշխատավարձ։ Ամեն մեկ իր բնականաբար թույլ չի տա այդ աշխատանքը, բայց հետաքրքիր է, որ ամեն ազգ իր տիպիկ գործն անում, օրինակ չինացիները հետ չինո խանութներն են բացում։ Ես չեմ տեսել չինացի, որ ասենք ուրիշ գործի վրա լինի, կամ եթե եղել է շատ հազվագյուտ։ Սևերի ինչ-որ մի մաս այդ պարկովկեքի վրա են, պարկովշիկ են աշխատում, մենք էլ ունենք, չէ՞, պարկովշիկ, ինչ է այդ բառը չեմ օգտագործում։ Պարկովշիկ են աշխատում։ Չգիտեմ այնտեղ։ Ոքի շիշեմ էլի կասեմ ինչ ազգերից ամենալավն է, որ այս գործի համար լիցենզիա պետք չի։ Գալիս են մարդիկ իրանց տեղեկանում են ու միշտ հետաքրքրել է ինձ, եթե ասենք ուրիշ մարդ ուզենա գա կանգնի ու այդ գործը անի, այդ պարկինգի գործը անի։ Սևերի կողքը գա ուզենա կանգնի, խոսքի օրինակ։ Ինչ ռեակցիա կլինի իրանց կողմից։ Իրանք անլեգալ են աշխատում, ասենք չեն կարա այդ առումով ինչ-որ մի բան անեն, ոչ պոլիսիա կարան կանչեն, ոչ կարան քեզ ասենք։ Չգիտեմ, շատ կոպիտ ձևի հանեն դուս։ Հետևաբար հարց առաջանում, թե ինչ են անելու։ Այս դե հաստատ ինչ-որ մի բան կանեն, որտեղ իրանց գործին լավ կխփես, եթե գնաս ուզենաս իրանց կողքը կանգնես, պարկովշիկություն անես, այդտեղ մարդիկ առանց լիցենզիա առանց բան, այդտեղ լիցենզիա է վա, չէ՞, ամեն ինչ։ Ուզում ես տաքսի քշես լիցենզիա, չգիտեմ, ուզում ես ռեմոնտ անես լիցենզիա, դաժե դու քո տունը երբ որ ուզում ես ռեմոնտ անես, պետք է ունենաս թույլտվություն, լիցենզիա պետք է անես, նոր ռեմոնտ անես։ Շատ դեպքերում անում են առանց լիցենզիա, դուրը փակում են իրանք իրանց ռեմոնտ անում են, հարևաններն էլ եթե հաջող հարևաններ են, չբողոքեն, գործդ կանես կվերջացնես։ Բայց եթե բողոքեցին ու լիցենզիա չունեցար, այդ արդեն տխուր կլինի, դուգանք կլինի, էլի։ Տխուրը մենակ փողի տեսքով է, ուրիշ ավելի տխուր բան չի լինում։ Այք դաժե ֆուրգոնետը այդ Ford Transit-ի պես մեքենաները սարքում են տուն մեքենաների պես ինչ-որ տեղ, այստեղ կարավան են ասում դրանց, չգիտեմ այդ Դոմիկ Նագալյոսը սարքում են տենց ինչ-որ մի բան ու գալիս են ծովի ափին ապրում են։ Ժամանակին մի օր մեկը ասեց ուզում եմ տենց Դոմիկ Նագալյոսը խառնեմ, բերեմ կանգնացնեմ ծովի ափին ու վարձով տամ։ Չգիտեմ ինչի չարեց, բայց կամ կարող անում է, բայց միտքը լավն է։ Ուղղակի վատը գիտեք որն է, Եվրոպա երբ որ գալիս են մարդիկ որ աշխատեն, ու գալիս են որ ապրեն ու աշխատեն, վատն է որ ամեն ինչից ինչ ուզում ես անես, լիցենզիա պետք, թույլտվություն է պետք, թուղթ է պետք, էլի թուղթ է պետք, էլի լիցենզիա է պետք, էլի թուղթ, ու այդ ամեն ինչը ինքան շատ արագ չի լինում, էլի ինքան դանդաղ է լինում։ Լավ այդ ոչինչ կլիներ այդ ամեն ինչը, եթե անեն պատրաստ էին արագ։ Բայց այնքան դանդաղ է լինում, որ չգիտեմ, մի գործ ուզում են անեն մարդիկ, ամիսներով ձգձգվում է, ասենք երկար ժամանակ կարող է, չգիտեմ, ինչ-որ մի թուղթ չտան ու այդ գործը երկար ձգձգվի, ոչ թե ինադու, այլ ուղղակի ինչ-որ պրոբլեմ է եղել, ոստիկանները կանգնել են, ոչ թե դիտմամբ չեն ուզում տան, այլ ուղղակի իրանք տենց են աշխատում։ Ամեն օր մի քիչ տենց աշխատում են, էլի։ Ասենք մի 4-5 մի հոգու թուղթ են անում, այսօր այդ արեցինք, այսօր են, ես գիտեմ էլ իրանք աշխատաձևին թեթև ծանոթ եմ ու պատկերացնում եմ թղթաբանական հարցերը ոնց կանեն, ինչքան երկար կանեն, ենթադրում եմ, չեմ կարող ասեմ։ Ամեն դեպս շատ բաներ շատ երկար է տևում։ Շատ անհարմար է, երբ որ ամեն ինչից լիցենզիա են ուզում, ամեն ինչի համար թուղթ պետք է ունենաս, այն որ մի հատ լավ բան է, գիտես որ էսի դնես անես հաստատ փող կաշխատես, էլի։ Գործ է, բիզնես է, թեկուզ փոքր, բայց ուզում ես
բանես, բայց չես կարող, որովհետև մտածում ես բավոր բռնել։ Շատ մարդիկ անում են այդ բավոր բռնեն վախը միշտ վեճները իրենք անում են։ Մարդկա ասում է, չէ, ես չեմ անի, միջով սա թղթերը չլինի, թղթաբանությունը չեմ։ Մարդ էլ կա անում, օրինակ ինձ շատ են զանգում, վերջերս շատ են զանգում, գրում մարդիկ, ովքեր ուզում են կան ստեղ գործ դնեն։ Այս ամենավերջերս նաև ուկրաինացի մարդիկ մեր ուկրաինացի զանգում են, կներեք, անջատեցինք։ Ուզում են գան գործ դնեն, բայց այն երկրներում սովետական միության երկրներից մարդիկ որ գալիս են, իրանք չեն պատկերացնում շատ ժամանակ, որ ամեն ինչի համար պետքա թուղթ, ամեն ինչի համար։ Դաժե դու եթե ուզում ես ինչ-որ բան առնես, տարածք առնես, ուզում ես, չգիտեմ, ինչ-որ բան բացես, պետքա գնաս ճշտես, արդյոք այդ տարածքը համապատասխան է այդ տվյալ քո ուզած բանը բացելու համար։ Եթե հա, մարդ ես կանչում, հատուկ ստուգում է, այդ ինչ որ ասում եմ, դրանք շաբաթների, ամիսների բաներ ասես, միանգամից չեն գալիս ստուգում, միանգամից քեզ չեն ասում։ Մարդ է գալիս, ստուգում է, նայում է, էս ամեն ինչ կա, հա կարա, չես կարա, եթե չես կարա, հարևաններից շատ ժամանակ պետք է ստորագրություն վերցնես, որ դու ուզում ես այս բան բացես, եթե բոլորը կողմ են, նոր դու կարաս էդի բացես, մի խոսքով սենց, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ ասում, բայց այն զզվելի բաներ կա, պահեր կա, որ մենք չենք համակերպում դրա հետ, որովհետև մենք սովոր ենք, չէ, մի անգամից բացենք, մի 2 տարի աշխատացնենք, նոր սկսենք հարկ տալ, չնայած հիմա չգիտեմ, կարող է ինչ-որ բաներ է փոխվել, բայց տենց բան կա, աշխատացնում ենք, չէ, ու նոր սկսում ենք մտնել հարկային դաշտ, ստե չէ, պետք է մտնես հարկային դաշտ, նոր սկսես աշխատացնել, իսկ հարկերը նես չի, որ քիչ է, հարկերից մեծ հարկատուներ են նամանամանդ, որ խոսացնում ես, շատ բողոքում են, ստեղից էլ են բողոքում, ստեղի պետությունից էլ են բողոքում, իշխանությունից էլ են բողոքում հարկահավաքներից, հարկահավաքներ նույն իշխանությունն է, առանձին մարդ չի, բայց բողոքում են, որ շատ հարկեր ավելացրել են, շատ հարկեր բարձրացրել են, շատ բաներ դժվարացրել են, առաջվանը չի։ Իսպանիան երբ որ կրիզիսի մեջ էր, ասում են, ու վստահ եմ, որ տենց է, առաջ շատ ավելի խի եմ հեռու գնում, թեկուզ մի քանի տարի առաջ ես, որ եկա մի 4-5 տարի առաջ, իսկ մի 10 տարի առաջ շատ ավելի հեշտ էր, թղթաբանությունը շատ ավելի քիչ էր, հարկերը շատ ավելի քիչ էին, ու մարդիկ կարող են շատ ավելի հեշտ գումար աշխատել։ Ես չգիտեմ, դրանից պետությունը, բնականաբար պետությանը շատ հարկ չէր գնում, բայց մարդիկ ավելի լավ էին ապրում։ Ես սենց եմ մտածում, կարող է սխալ եմ մտածում, բայց ինձ թվում է, որտեղ որ շատ են հարկ տալիս, այդտեղ մարդիկ լավ չեն ապրում։ Թվում է, թե պետությունը երբ որ լավ ապրի, շատ հարկեր կգնա, պետությունը լավ ապրի, մարդն էլ լավ կապրի, բայց ես իմ երևի հազվագյուտ դեպքում, երբ որ պետությունը իր բյուջեն օգտագործի ժողովրդի համար տենց միջև վերջ, մարդը սկսում է շատ հարկ տալ, սկսում է քիչ աշխատել, ինքը քիչ է աշխատում, շահը քիչ է լինում, ավելի վատ ապրում, հետևաբար շղթայաբար մարդիկ վատ։ Քիչ պրիմիտիվ պատմեցի, բայց մի հետա կներեք, տնտեսագետ չեմ կարա տենց մանրամասներ եմ պատմում, ինձ անդադեսեմ ես նրա գալի, երևի ձենը կլսվի։ Իսկ այն ժամանակ շատ մարդիկ կային, որ ասում են, ես ինչ-որ հիմի անում ենք, առաջ շատ ավելի, մի քանի անգամ ավելի մեծ գումար էինք աշխատում, որովհետև և աշխատողների առումով, աշխատողներին շատ ավելի հեշտ էինք բերում, մտցնում աշխատանքի տուժ-տուգանք չկար, սևով աշխատողներ շատ էին գալի և աշխատողներն էին ավելի հեշտ աշխատանք գտնում, որտեղ տեղ շատ փախստականներ կան, որ աշխատանքի թուղթ չունեն։ Եվ աշխատողներն էին հեշտ աշխատանք գտնում, և գործատուներն էին ավելի լավ զգում իրանց, որովհետև աշխատողի համար հարկ չէին տալի, եթե տալիս էին քիչ էին տալիս,
եւ աշխատողներ շահում եւ գործատուներ շահում։ Օրինակ, ենթադրենք, sense մի օրինակ դաշտի աշխատանքները։ Առաջ դաշտի աշխատողներին փողոցներից տենց վերցնում էին, ուզում ես գաս դաշտում աշխատես, հա, արի գնացինք։ Գերմեն աշխատում են։ 3 օր կաշխատես, 4 օր հայ կաշխատես, ինչ գրանցել, ինչ բան։ Նու շատերը տենց են անում։ Հիմա շատ դժվարացել է, հիմա պետքա գրանցված, հիմա պետքա ամեն ինչ օրինական, բայց դե ոչ մի բան չի փոխվել աշխատողների մեջ, էլի շատ փախստականներ կան, շատ օտար երկրացիներ կան, ովքեր որ էլի թուղթ չունեն աշխատանքի, բայց այդ մարդիկ մի ձև պետք է ապրեն։ Ենթադրենք մարդը եկել է, չգիտեմ, 6 ամսից նոր պետք է աշխատանքի թուղթ ստանա։ Այդ 6 ամիսը մարդը ինչ-որ ձև պետք է ապրի, չէ՞։ Ստիպած ինքը ինչ պետք է անի, պետք է գնա սևով գործը մանգա, որովհետև շատ բարդ է այստեղ։ Կամ երբ որ թուղթը ստացավ, երբ որ ստացավ թուղթը ինքը միանգամից թղթի տեսակներ կան, ովքեր որ նոր թուղթ են ստանում, սպիտակ գույնի թուղթը որ ստանում են, այդ թղթով ամենտեղ չեն վերցնում աշխատանքի։ Ես չգիտեմ ինչի, երևի նայում են նոր թուղթ ստացածա, տենց չեն վերցնում երկար ժամանակ ստեղ չի, հետևաբար լեզուն լավ չի իմանա բանես կոմենքում ու շատ ժամանակ չեն վերցնում, բայց այդ մարդիկ էլի նույն ձևի աշխատանքի կարիք ունեն։ Իսկ այն ժամանակ չլիներ, որ գործ չլիներ, դաշտի գործը ու շինարարության գործը կար։ Հիմի շինարարության մեջ մենակ տենց սեյվով կարան աշխատեն տներում, տների մեջ ինչ-որ մեծ տեղեր չեն կարա որտեղ երևում են, տները կարան դուրը փակեն աշխատեն, դա էլ ոչ ամենտեղ, ոչ ամեն մեկը կվերցնի, որովհետև այդ աշխատողին վերցնեն 2 կոպեկ իրա վրա փող աշխատեն, բայց հետո մեծ տուգանք կգա իրանց վրա։ Դաշտի աշխատողները լցնում էին sense 10, 20, 30 հոգով տանում էին դաշտ։ Մարդիկ աշխատում էին, դաժե դաշտում էլ տուն էին վերցնում, այդ մարդկանց պահում էին այդ տների մեջ, չգիտեմ, քամին թողում է իմ ձենը լսվի թե չէ, բայց լավ ուժեղ քամի է։ Մարդկանց պահում էին այդ տների մեջ, որ ամեն անգամ չտանեն բերեն, հենց դաշտի մոտ տուն էին վերցնում, ամեն առավոտ դից գնում էին դաշտ աշխատել։ Մարդկանց դաժե փոխանցումով չէին տալի, մարդկանց քեշ փող էին տալիս, ամեն օր մարդը աշխատեց, իր փողը ստանում էր։ Ոդի շատ հարմար էր աշխատողներին ու շատ հարմար էր գործատուներին։ Հիմա ով կարա տես բան անի, հիմա միջև փողը չփոխանցես, միջև կոնտրակտ չստորագրի աշխատանքի, միջև չգրանցվի, կոնտրակտ չլինի, միջև լրիվ թղթերը տեղը չլինի, փոխանցումով աշխատավարձը չփոխանցես, գործատուն չի կարա աշխատավարձը չփոխանցի, որտեվ աշխատավարձը, եթե ես չեմ սխալվում, գործատուն փոխանցում է աշխատողին, նոր գործատուին, էմպրեսան, ով որ գործ է տալիս, նոր փոխանցում է իրան փողը, այսինքն նախորդ ինքը պետք է փողը փոխանցի աշխատողին, նոր իրան փող տան, որ անես չլինի, էլի, որ ասենք աշխատողին գցի, փողը չտա եւ նրանց գցի։ Պատկերացրիք, լավ որ պատկերացրիք, որովհետև շատ վատ պատմեցի, ամեն մեկը չէր պատկերացնի։ Ինչ է ուզում ասել։ Մի խոսքով աշխատանքի առումով թվում է թե ամեն ինչ լավ է, կրիզիսից դուրս ենք, բայց այն ժամանակ մարդիկ շատ ավելի լավ են աշխատում, քան հիմա որ կրիզիս չկա։ Բանկերն էին շատ հեշտ փող տալիս։ Չէ, շատ կրիզիսի ժամանակ սուտ ասացի։ Ուժեղ կրիզիս ժամանակ այն կրիտիկական, որ հենց կրիզիսեր այդ ժամանակ գործ չկար։ Շատ սխալ ասացի, այդ ժամանակ գործ չկար, բայց հետո արդեն որ նոր դուրս էր գալիս ժողովրդին, ոնց որ մարդկանց չէին խեղդում այդ թղթաբանության առումով։ Թույլ էին պահում, բայց հենց կրիզիսի ժամանակ գործ չկար։ Մարդիկ գործ չունեին։ Շատ ավելի քիչ էր, քան հիմա։ Բայց վերջի մի քանի տարում, մի 4-5 տարի շատ խստացրել են թղթաբանական հարցերը։ Մի խոսքով, առաջ անգամ դոբերման եմ անտենում, դոբերման շուն եմ տենում, չէ, երևի երկրորդ անգամ շատ քիչ չեն ստեպ դոբերման շներ։ Մի խոսքով ժողովուրդ,
Քամիա, չգիտեմ քամուց ինչքան ասածս կլսվի, ինչքան չէ, բայց երկու ձեռով պահել եմ, որ հանկարծ քամին չխանգարի։ Կփորձենք մի քիչ ավելի հաճախ մտնել, եթեր հաճախ վիդեոներ անել, բայց ես այստեղ էլ արդիկ ձուկ եմ բռնում, իմ ամենասիրած ոնց ցամաք է ժողովուրդ։ Ջուրը գնացել է հետ երևի կամ ինչ-որ իրանք են բարձրացրել ինչ-որ ձև, չգիտեմ։ Իմ ամենասիրած ժամանակը օրվա մեջ առավոտ մինչև ժամը տենց 10-ը, որ ծովը հանգիստ, խախանդ, ալիք չկա, քամի չկա, ճիշտ է շատ տաք չի, բայց շատ լավ է, որ շատ տաք, ջուրը տաք է լինում, բայց դուրսը ցուրտ է լինում։ Այս հատվածն էլ ռեստորանների հատվածն է։ Երեկոյան ժամին այստեղ ծփում է, լիքը մարդ կա։ Տեղ ու դադար չկա։ Մի խոսքով, սեզոնը սկսվել է, պլյաժները ակտիվացել են, պլյաժների ռեստորանները ակտիվացել են։ Համեցեք Իսպանիա, համեցեք Վալենսիա։ Եթե մտածում եք ուր գնաք, համեցեք Վալենսիա, այս համար։ Տատին էստեղ է պարում։ Լավ եղեք, լավ մնացեք, կհանդիպենք, հաջողություն։